Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 30 բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, դուք միացել եք Սուրճ ու սեր առավոտից հաղորդման ուղիղ եթերին եւ մենք ուրախ ենք ամառային նոր առավոտը սկսել ձեզ հետ հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս, շատ ուրախ ենք վերադառնալ տաղավար, եթերում աշխատում են Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում ձեզ ապահովելու ենք տեղեկատվության անհրաժեշտ պաշարով, բարձր տրամադրությամբ, լավ երաժշտությամբ, կունենանք իհարկե հետաքրքիր հյուր եւ հետաքրքիր թեմա։ Ամառային այս առավոտը հուլիսի 22-ի միասին ենք անցկացնելու մինչև ժամը 11, իդեպ ինտերակտիվ մեզ կարող եք գրել, զանգահարել, մենք ուղիղ եթերում ենք մեր կայքում armradio.am, որտեղ կարող եք դիտել եթերը, մեզ կարող եք տեսնել նաև Facebook-յան մեր հարթակում Հայաստանի հանրային ռադիո, փնտրելով, բաժանորդագրվելով մեր էջին եւ իհարկե զանգահարելով 55 37 02 ուղիղ կապի հեռախոսահամարով։ Մենք շատ ենք սիրում, երբ եթերի ընթացքում ունենում ենք հնարավորություն կարդալու ձեր մեկնաբանությունները, ստանալու ձեր զանգերը, այնպես որ այս առավոտը նույնպես սարքենք ինտերակտիվ, շփվենք միմյանց հետ եւ օրը սկսենք բարձր տրամադրությամբ։ Օրը սկսված է, բարի լույս բոլորին, միացեք մեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերին։ Queen. Well, I curse in the morning. Are you ready to read the lines in between? Sometimes I get high, or I cry, or I fight while I drive in the streets. But I'm not gonna lie, when the night comes, I turn to a freak in the sheets. Take it or leave it, I'm done explaining how I feel under my skin. I'm not gonna try to be somebody, I'm not just to fit in. 50-50, I like so deep it's risky. I need you completely. Play my game all in. I got nothing to lose. If you refuse, you're the one who missed me. Where do we end? Where do we begin? Don't ask questions, relax, don't resist it. And I'll take you to places you've never been before. Kiche, kosere kiche. Yete, bolor guineres. Ches, karos desneche, vosirte. Sokino mi. Shop the keseriche, aliknere chkhane. Ansam sirele inche, ye tu zumes no videng. Voshni ajek hoko usardo, khafjo imam no yes kone. Take it or leave it, I'm done explaining how I feel under my skin. I'm not gonna try to be somebody, I'm not just to fit in. Yet it's juicy radius, kiss got like TV. Kiche, kosere kiche. Yete, bolor guineres. Ches, karof desneche, vosirte. Sokino mitkas. Ima schane, vore bet kasire. Take me higher and higher. I wanna do with you. Take me higher and higher. I wanna live with you. Kiche, kosere kiche. Yete, bolor guineres. Ches, karof desneche, vosirte. Sokino mitkas. Ima schane, vore bet kasire. Kiche, kosere kiche. Yete, bolor guineres. Ches, karof desneche, vosirte. Sokino mitkas. Ima schane, vore bet kasire. The station with the best music. Best music. I love the music. Best music. Թող սերը քիչ չլինի, սուրճը եւս պատրաստ եք առավոտյան ձեր ըմպելիքը, սուրճը թե ջուրը, նախաճաշը, ինչը
այլ ավելի խրախուսելի է եւ միացեք մեզ մինչեւ ժամը 11-ը մենք ուղիղ եթերում ենք եւ ձեզ ներկայացնելու ենք ամենահետաքրքիրը, ամենակարևորը եւ իհարկե ամենահաճելին այս ամենը ուղեկցվելու է լավ երաժշտությամբ եւ մենք ունենք նաեւ մեկնաբանություններ մեր Facebook-յան հարթակում։ Այո, մեր ամենաօպերատիվ ռադիո լսողները հասցրեցին մեզ միանալ մեր Facebook-յան էջում եւ արդեն թողնել մեկնաբանություններ։ Էդգար Սիսակյանն է մեզ բարի լույս մաղթում, Նելի Բուդաղյանը բարի լույս, սիրելի Սևակ եւ Վեգա, Արփինե Հարոյանը գրում է բարի լույս, սիրելի Սևակ եւ Վեգա եւ շնորհակալություն որակյալ երաժշտության համար։ Կարինե Մկրտչյանը նույնպես մեզ միացավ, բարի լույս հայոց աշխարհ, գեղեցիկ օրեմ մաղթում բոլորին։ Մենք նույնպես միանում ենք բոլոր մաղթանքներին, մենք էլ ենք բարի լույս մաղթում եւ ձեզ նույնպես կոչ ենք անում մեզ մեկնաբանություններ գրել։ Էդիկ Բաբուջյանն էլ հասցրեց մեզ միանալ եւ բարի լույս մաղթել։ Դուք նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, ինչպես հասկացաք, մենք դրանք անպայման կարդում ենք նաեւ եթերում, իսկ եթե ուզում եք նաեւ ձեր ձայնը հնչի, ապա 55 37 02 սա է այն հեռախոսահամարը, որով կարող եք զանգահարել ռադիո։ Արփինեն իմ գործընկերներից է, նա միշտ ասում է, որ շատ լավ երգեր եք առավոտ միացնում, շնորհակալ ենք, որ առանձնահատուկ նաև անդրադարձել է այս թեմային մեկնաբանությունների դաշտում, հիմա այլ ավելի պարտավորեցնող է հաջորդ երգերը որոշել, ինչ առարձակել, բայց մինչև այդ եկեք տեսնենք, թե ինչ եղանակ է սպասվում այսօր, ինչ են ասում օդերևութաբանները հանրապետության տարածքում այսօր վաղը, առավելապես կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Այսօրվանից մինչև հուլիսի 26-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, 24-ից 26-ը նաեւ Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին 15-ից 18 մետր վարկյան արագությամբ քամու ուժգնացում է կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, Երևանում այսօր, վաղը, մյուս օրը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում դե մասիվը կարծում եմ հատկապես հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այսօրվանից մինչև հուլիսի 26-ը Արարատյան դաշտում եւ Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Սա նշանակում է, որ սիրելի ռադիոլսողներ ել ավելի զգոն պետք է լինեք։ Մայրաքաղաքում այսօր առավելագույնը կլինի 36, երեկոյան 27-ից 29, իսկ ահագիշերը 21-ից 23 աստիճան տաքություն։ Եվ հեռախոսային հավելվածը մեզ հուշում է, որ այս պահին Մայրաքաղաք Երևանում դե արևոտ եղանակ է ու 25 աստիճան տաքություն է։ Հրաշալի է եղանակը իրականում, գոնե ռադիոտան հարակից հատվածում հրաշալի էր, կենտրոնում այսինքն, հուսով եմ, որ գոնե մինչև եթերի ավարտը այդպես էլ կշարունակվի եւ լավ եղանակը ավտոճանապարհների վրա նույնպես իհարկե դրական ազդեցություն է ունենում, դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անցանելի են, ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից եւ Ռուսաստանի ԱԻՆ-ից, Ստեփանցմինդալ Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ցավոք, վստահաբար նույնը չեն կարող ասել Երևանյան ավտոճանապարհների մասին, չնայած կարծես թե մի փոքր համեմատած թեթևա չէ այսօր։ Կարծես թե այո, սովորաբար 7 կամ 8 է լինում խցանումային նիշը, այս պահին 6 է, ծանրաբեռնված փողոցները հիմնականում այն փողոցներն են, որոնք մեքենաների ու տրանսպորտի հոսքը բերում են բնականաբար նախ կենտրոն։ Իսակովի պողոտայից սկսենք, այն Երևանյան լճից մինչև Հաղթանակի կամուրջ խիստ ծանրաբեռնված է։ Նույնը նաև Աթենքի փողոցի մասին կարող ենք ասել, որ բավական ծանրաբեռնված է, ինչպես սովորաբար այս ժամերին է լինում։ Մոնտեմելքոնյան փողոցի վերջին հատվածը, որ արդեն միանում է Իսակովին, այստեղ կա երթևեկության ծանրաբեռնվածություն։ Դե գիտեք, Կիևյան փողոցը փակ է, դրանով պայմանավորված նաև Հրազդանի կիրճում կան որոշակի խցանումներ, բարեկամության հատվածում Բաղրամյանի սկիզբն է ծանրաբեռնված, Կոմիտասը տեղ-տեղ դեպի կենտրոն իջնող եւ նաև հակառակ ուղղությունը կա խցանում, գանք կենտրոնական հատվածներ, այո, մի քիչ իրավիճակը բարվոք է, Աբովյան փողոցը Կինո Մոսկվայի Խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ բավական ծանրաբեռնված է, Պապ փողոցը նախկին Ամիրյանը կրկին ծանրաբեռնված է, հատկապես Սարյանից դեպի Մաշտոցի պողոտա շարժվող ուղղությունը, Մաշտոցի պողոտայում տեղ-տեղ կան խցանումներ, սկսած Մատենադարանից մինչև Փակ շուկա իջնող ուղղությամբ տեղ-տեղ երթևեկությունը դժվար է առաջ շարժվում, Կորյունի փողոցը եւս ծանրաբեռնված է, ինչ մնաց այստեղ գանք ռադիոտան տարածքներ, այո, Սայաթնովա փողոցը
ոչ այնքան ծանր վիճակում է, դե Սարալանջի մասին չասեմ, Նալբանդյան փողոցում կա խցանում, իդեպ Կորյունից սկսած մինչև դեպի Սախարավիչնող հատվածում տեղ-տեղ Նալբանդյանը բավական ծանրաբեռնված է։ Սիրելի վարորդներ եւ ուղևորներ, միացեք մեր ամառային եթերներին, փորձենք թեթևացնել խցանումային ծանր րոպեները եւ նաեւ ձեզ տեղեկացնել այն կարեւոր նորությունների մասին, ծանոթությունների մասին, որոնք ներկայացնում են պետական գերատեսչությունները, կա օրինակ երթևեկության փոփոխություն, որի մասին երեք ծանոթեց Երևանի քաղաքապետարանը։ Հենց տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 22-ից երթևեկության, այսինքն այսօրվանից, երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անրի Վերնոյի փողոցում, մասնավորապես Պապ Թագավորի Անրի Վերնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վերնոյի Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Սա նկատի ունեցեք ձեր վարորդ ընկերներին, ծանոթներին, որոնք գուցե մեզ այս պահին չեն լսում եւ համացանցից քիչ են օգտվում, անպայման տեղյակ պահեք, որ Անրի Վերնոյ այսուհետ միակողմանի է։ Այո, այս ծանոթությունները մենք պարբերաբար ձեզ ներկայացնում ենք, առաջիկա օրերին եւս կհիշեցնենք, իսկ այժմ տեսնենք, թե ինչ է սահմանել կենտրոնական բանկը, որոնք են օրվա փոխարժեքները։ Այսպիսով ամերիկյան դոլարն այսօր արժե 366 դրամ եւ 68 լումա, 418 դրամ եւ 75 լումայի է համարժեք եվրոն, ռուսական ռուբլին այսօր 4.6 է, 139 դրամ է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 492 դրամ է, դիրհամը այսօր 99 դրամ է 831 լումա, մի փոքր բարձրացել է 0.026 էլ իրանական ռիալն է։ Ահա այն տեղեկատվությունը, որով ձեզ հետ կիսվում ենք եթերաժամի սկզբում, որոշ թարմացումներ կանենք նաև եթերի ընթացքում, դուք շարունակեք մնալ մեզ հետ, առջևում դեռ ամենահետաքրքիրն է, ժամը 10-ին էլ մեզ կմիանա Ռադիոլուրի մեր գործընկերը եւ կներկայացնի վերջին ժամի նորությունները։ Իսկ հիմա վեգա արի տեղափոխվենք 16 տարի հետ գնանք մի երգ, որը առավոտյան ես քո ստորիում տեսա Instagram-յան, Jennifer Lopez, If You Had My Love, լսենք, վերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Վեգա նկատել ես նախկինում թողարկված երկերը երկու հիմնական առանձնահատկություն ունեն, մեկը դրանք բավական երկար են, այսօրվա երկերի հետ համեմատած, որոնք 2-2.10 վայրկյան են, երբեմն 1.50, իդեպ ասում են դա ժամանակակից սթրիմինգային հարթակների պահանջներն են, որպեսզի երկերը ավելի, ինչպես ընդունված ասել, viral գնան, այսինքն hit դառնան, կոնկրետ կաղապարներ կան, եւ երկրորդը դրանք ավարտվում են, այսպես անդադար կրկնվում է եւ աստիճանաբար ձայնը իջնում է, նախկին բոլոր երկերը այդպես էին ավարտվում։ Եվ Սևակ նկատել է զուգահեռ, բայց որքան կարճանում են երկերը, այնքան երկարում են ֆիլմերը։ Ժամանակակից ֆիլմերն էլ այնքան երկար են, որ կինոթատրոններում գրեթե անհնար է դառնում մինչև վերջ սպասելը։ Վերջերս մի ֆիլմ ցուցադրելիս նույնիսկ դաթար սահմանեցին, վերցրեցին, այո, չէ, հենց ֆիլմը դաթարով էին ցույց տալիս, այնքան երկար էր, որովհետև կինոթատրոնները նույնպես հասկացել էին, որ չէ, շատ երկար է։ Այո, մանավանդ այս օրերում, երբ մենք սովորենք 15-20 վայրկյանոց ռիլերում մի ամբողջ սցենարի ականատես լինել եւ դրանից հետո անգամ 1 ժամանոց ֆիլմ դիտելն այդ անջանքի վերածվել, որ մնաց երբ դրանք դառնում են 3-3.5 ժամ, վերջին ամենաերկար ֆիլմը որ դիտել եմ դա Ավատար 3-ն էր, այն որ ասում են կպել էի աթոռին կինոթատրոնի, այո, բավական երկար էր եւ մեր օրերում մարդու ուշադրությունը շատ դժվար է, չէ, ամբողջությամբ գրավել, անընդհատ կարծես հեռախոսը ասում է արի ինձ մոտ եւ երկար տևող ֆիլմերը կամ անգամ թատերական ներկայացումները կարծես արդեն շատ դժվար են հանդիսատեսին եւ հեռուստադիտողին պահում եւ կենտրոնացնում ուշադրությունը։ Ինչեւ է, եկեք տեսնենք թե ինչ կա չկա օրացույցում, ինչ միջազգային, ազգային տոներ կան եւ ովքեր են ծնվել հուլիսի 22-ին։ Սկսենք միջազգային տոներից եւ օրերից, փաստորեն այսօր բռնցքամարտի միջազգային օրն է։ Աշխարհի ամենատարածված եւ սիրված մարզաձևերից մեկը, որի մասին դեռ եթերաժամի ընթացքում անպայման կխոսենք։ Պատահական չէ, որ այս մարզաձևը այսքան սիրված ու տարածված է։ Այսօր նաև ուղեղի համաշխարհային օրն է, շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր ուղեղ ունեն։ Պի թվի նշանակության օրն է այսօր։ Այո, սա եւս հայտնի տոն է, որը մենք հումանիտարներս ոչ այնքան լավ ենք հասկանում։ Գանք ազգային տոներին եւ սկսենք արևմուտքից, Միացյալ Նահանգներ, ինչ են տոնում այսօր օվկիանոսից այնքոմ, գամակի ազգային օրն է, գամակը կարծում եմ գիտեք, ծառերից երկու ծառերի մեջտեղում, չէ։ Հաճելի։ Կարող ենք, չէ, հիմա գամակին պարկած լինել միրգ ուտելիս, դե ոչինչ։ Սուրճը կա, միրգը, այո, մեր ռադիոլսողներն էլ ապահովում են բարձր տրամադրությունը։ Դե գիտեք, որ նահանգներում միշտ նաև ինչ-որ սննդամթերքի տեսակների նվիրված օրեր են նշվում, այսօր նաև հոթ-դոգի ազգային օրն է, փաստորեն։ Եվ բրյուլե կրեմի կամ ինչպես հաճախ մենք հակառակն ենք ասում, կրեմ բրյուլեի օրն է նշում Միացյալ Նահանգները։ Ռուսաստանը գտածոների օրն է նշում, փաստորեն այսօր։ Եվ աշխատամոլների, workaholic-ների օրն է այսօր եւս նշում Ռուսաստան, իսկ հա Տաջիկստանում պետական լեզվի օրն է։ Գանք հոբելյարների օրացույց եւ տեսնենք թե ովքեր են ծնվել այսօրը։ Կարծես թե հոբելյարների մասով մի փոքր ավելի աղքատիկ է այսօր, բայց իմ ամենասիրելի երգչուհիներից մեկը լատինաամերիկյան ծագմամբ 1992 թվականի այսօրն է ծնվել ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը։ Այո, նա վերջերս ամուսնացավ, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Այո, նա ամուսնացավ Բենի Բլանկոյի հետ, չէ, չունեն դեռ։ Ուշացնում են, նա ամուսնացավ Բենի Բլանկոյի հետ, երաժշտական պրոդյուսեր եւ խեղճ զույգին հանգիստ չեն թողնում, սավակ հետապնդում են, ճնշում են, բուլինգ են ենթարկում։ Դեռ կարծում եմ Բիբերի հետ սիրավեպն էլ ամբողջ կյանքում նրան կուղեկցի բամբասանքները այդ սիրավեպի շուրջ 1946 թվականի այսօրն էլ ծնվել է ֆրանսիացի երգչուհի Միրեյ Մատիեն։ Օրացույցը այսօր իսկապես շատ հարուստ չէ, թե տոներով եւ թե հոբելյարներով։ Մենք շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծնվել են այսօր։ Մաղթում ենք ձեզ անմոռանալի, անակնկալներով լի եւ հաճելի ամառային օր։ Դե արի Սելենա Գոմեսին էլ լսենք, նրա ամենահայտնի հիթերից մեկը, որը կարոտել է իդեպ ու էլի պատանեկություն է վերադարձնում, կարծես 3 լիներ, երբ դասից վազում էիր տուն, պայուսակդ նետում էիր ու դար 21-ով կամ մուս TV-ով հնչում էր Սելենա Գոմեսի «Ես քեզ սիրում եմ ինչպես իրային երգը»։ Դե լսենք Սելենա Գոմես, Love You Like a Love Song։ With the best of all, you are beautiful, like a dream come alive, incredible.
Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց 56 շարունակում եք հետևել հանրային ռադիոյի ուղիղ եթերին, եթե աշխարհի առաջնությունը շարունակվեր, հիմա մի քանի նորություններ կասեինք այս մասին, վեգա իդեպ գոհ ես արդյունքից արդյոք, եթերում երկուսով չենք խոսել այս մասին։ Անկեղծ ասած, դե գիտես, քանի որ դեռ այնքան լավ չեմ տիրապետում, որ ունենայի հավաքական, որին երկրպագում եմ, կարծում եմ տրամաբանական էր, շատերի համար էր ակնհայտ, որ այս հենց երկու թիմն էլ հայտնվելու են եզրափակչում, բայց ամեն դեպքում շատերի համար Մեսսիի պարտություններ կարծես թե անակնկալ, բայց մի բան նկատեցի, Սևակ, որ մարդիկ ավելի շատ, մարդիկ չեն սիրում ուժեղ եւ տաղանդավոր մարդկանց, ֆուտբոլիստներին, նկատում էի, որ շատերը ոչ թե երկրպագում էին Իսպանիային, այլ ուզում էին տեսնել Արգենտինայի եւ մասնավորապես Մեսսիի պարտությունը։ Ինադու, ինչպես ասում են, հայավարի։ Շատերին գիտեմ, որ օրինակ երկրպագում էին Պորտուգալիայի հավաքականին կամ այլ թիմերի եւ դուրս գալուց հետո սկսեցին հերթով երկրպագել բոլոր այն թիմերին, որոնք խաղում էին Արգենտինայի հավաքականի դեմ։ Ես շատ սիրեցի իսկապես, բնականաբար ոչ միայն խաղի առումով, այլ կամքի եւ այն աշխատասիրության, որը տեսան Կապե Վերդեի հավաքականը եւ շատ կուզեի ավելի երկար տեսնել նրանց եւ կարծում եմ, եթե նրանք այդքան ուժեղ թիմերի հենց ամենասկզբից չհանդիպեին, գուցե շատ ավելի երկար մնային պայքարում, բայց ամեն դեպքում նրանք կարծում եմ այս տարվա բացահայտումներին հուսանք դեռ էլի կկարողանանք նրանց տեսնել, հատկապես դարպասապահին։ Բայց Մեսսիի մասով ասենք, որ նա ամենայն հավանականությամբ կշարունակի իր ելույթները Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, բնականաբար ավելի վաղ տեղեկություններ կային, որ 39-ամյա ֆուտբոլիստը ծրագրում է ավարտել միջազգային կարիերան, սակայն ինչպես հայտնում են այլ պարբերականներ, լուրը իրականությանը չի համապատասխանում եւ Մեսսին դեռևս որևէ մեկին չի հայտնել Արգենտինայի հավաքականից հեռանալու մտադրության մասին։ Հիշեցնենք, որ այո, այս հավաքականը աշխարհի առաջնությունում բավարարվեց միայն արծաթե մեդալներով, ընդհանրապես գոլառատ հանդիպում չէր 0-1 հաշվով, ընդամենը 1 գոլով զիջեց Իսպանիայի ընտրանուն։ Դե Մեսսին մնում է Մեսսի, անկախ աշխարհի առաջնությունում հաղթանակից կամ պարտությունից։ Իդեպ Սևակ դու տեսար, շատ ակտիվ տարածվում էր այն լուսանկարը, որտեղ նա փոքր տարիքում լողացնում էր Յամալին, դա բարեգործական մի ակցիայի շրջանակում էր եղել, երբ հայտնի ֆուտբոլիստները հնարավորություն էին ունեցել շփվելու փոքրիկների հետ եւ շատ զվարճալի էր, որ այսօր հաղթած այդ փոքրիկը նրան։ Եթե իմանար Մեսսին ում է լողացնում, հաստատ չէր լողացնի։ Տեսնենք ինչ կա չկա աշխարհում, տարածաշրջանում եւ բնականաբար նաեւ մեր երկրում։ Ողջունենք Հասմիկին։ Հասմիկ, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ասեմ, որ Վաշինգտոնի սպառնալիքներից հետո Իրանը կրկին հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբազաներին եւ միևնույն ժամանակ ամբողջ գիշեր Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերն են աշխատել, որովհետեւ Միացյալ Նահանգներն են հարվածներ հասցրել։ Տարածաշրջանը եռում է, Մերձավոր Արևելքում իրավիճակը դեռ չի հանդարտվել։ Այդ մասին ավելի ընդգրկուն քիչ հետո կխոսենք։ Այո, միանանք ժամը 10-ի թողարկմանը, տեսնենք ինչ կա չկա, փաստորեն տարածաշրջանում կրկին լարվել է իրավիճակը, ուղենք ժամացույցները եւ հետևենք ռադիոլուրի ժամը 10-ի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ, քիչ առաջ գրառում է արել քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ձերբակալվել է ապօրինի զենք եւ զինամթերք պահելու եւ կրելու մեջ կասկածվող 2 անձ։ Վաշինգտոնի սպառնալիքներից հետո Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի ամերիկյան բազաներին։ Այս եւ այլ թեմաների մասին ընդգրկուն վարքյաններ անց։
Նախ տեղեկացնենք հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին ժամը 10-ին, այս մասին երեկ հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանը։ ԿՀ-ն արդեն վավերացրել է համապատասխան արձանագրությունը եւ 9-րդ գումարման խորհրդանի ամբողջական կազմը պաշտոնապես հաստատված է։ Երեկ հանձնաժողովը հրապարակել է խորհրդարան անցած քաղաքական ուժերի այն անդամների ցուցակ, ովքեր ստանալու են падգամավորական մանդատներ։ Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած 3 ուժերից էլ եղել են ինքնաբացարկի դիմումներ, ներկայացած թեկնածուներ։ Ընտրությունների արդյունքներով նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կունենա 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29, իսկ Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 13-ին կշարունակի Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ падգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի քննարկումը։ Նիստը հետաձգվել էր երեկ, ինչի մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր դաշինքի ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելի վաղ Վահագն Հովհակիմյանը հաստատել էր, որ գլխավոր դատախազությունը միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Աշխատանքային այցով Կանադայում գտնվող արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմի հետ։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ աշխատանքները։ Արտաքին գործերի նախարարությունից են հայտնում, անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված բարեկամական կապերին եւ դրանց առավել ակտիվացման կարեւորությանը, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալել են 30 եւ 43-ամյա երկու տղամարդու։ Ոստիկանության տվյալներով ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակի նմանվող առարկա, իսկ դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հրազդանի մեծ կամրջի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook-յան գրառմամբ, մասնավորապես Տիգրան Ավինյանն ընդգծել է մեջբերում աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով, շաբաթը 7 օր, 2 հերթափոխով, մեջբերման ավարտը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին հունիսի 17-ին։ Այժմ տարածաշրջանային թեմաների մասին Թեհրանը պատասխանում է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դիրքերին ուղղված հարձակումներին։ Միացյալ Նահանգները գիշերը նոր հարվածներ է հասցրել, այս մասին հայտնել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը, թիրախ են դարձել իրանական ռազմական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ուժերը, ավիացիոն անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստները եւ ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքները։ Նշում են Միացյալ Նահանգներից Բուշերի նահանգապետն էլ հայտարարել է, որ նահանգի երկու շրջան ենթարկվել է Միացյալ Նահանգների հարվածներին, ըստ նախնական տվյալների զոհեր եւ տուժածներ չկան։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը երեկ ասել է, որ Իրանի դեմ պատերազմի ծախսերը այս պահի դրությամբ կազմել են շուրջ 37.5 միլիարդ դոլար, ինչը գրեթե 8 միլիարդով գերազանցում է մայիսին հրապարակված նախնական գնահատականները։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո առաջին անգամ ելույթ ունենալով Սենատի հատկացումների հանձնաժողովում Հեքսեթը ասել է, որ եթե օրենսդիրները չհաստատեն ֆինանսավորման հրատապ ավելացում, ապա ռազմական պատրաստության ծրագրերը հարկադրաբար կկրճատվեն։ Նա կոնգրեսից խնդրել է գերատեսչությանը հատկացնել 87 միլիարդ դոլար, որից 67 միլիարդն ուղղվելու է Մերձավոր Արևելքում իրականացվող գործողություններին։ Նիստը մի քանի անգամ ընդհատվել է բողոքի ակցիայի մասնակիցների վանկարկումների պատճառով։ Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, դեռևս ապրիլին Սպիտակ տունը դիմել էր կոնգրեսին հաջորդ ֆինանսական տարվա համար Պենտագոնին 1.5 տրիլիոն դոլար հատկացնելու խնդրանքով, ինչը ԱՄՆ ռազմական ծախսերը կհասցներ
նորագույն պատմության ընթացքում աննախադեպ ռեկորդային մակարդակի։ Իսկ ԱՄՆ նախագահը Լիբանանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Իրանի ներկայացուցիչները հանդիպելու հուսահատ փորձեր են անում, մասնավորապես Դոնալդ Թրամփն ասել է մեջբերում, քանի դեռ Թեհրանը պատրաստ չէ բովանդակալից բանակցությունների, Վաշինգտոնը որևէ հանդիպման հանդեպ հետաքրքրություն չունի։ Մեջբերման ավարտը։ Եվ վերջում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Քուվեյթում գտնվող ամերիկյան Ալի Ալ-Սալեմ ռազմաբազայի ռադարներին է հարվածել, ինչպես նաև Քուվեյթյան Բուբիյան կղզու ռադիոլոկացիոն համալիրին, բացի այդ պայթյուններ են որոտացել Սաուդյան Արաբիայում եւ Իրաքյան Քրդստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներում։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին, մնացեք հանրային ռադիոյի հետ, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ բարի լույս բոլորին, ովքեր միացել են մեզ 9:30-ից, եթե մեզ հետևում եք, շնորհակալ ենք, որ հավատարիմ եք եւ յուրաքանչյուր աշխատանքային առավոտ սկսում եք հանրային ռադիոյի եթերում, անկախ նրանից, ավելի ճիշտ հանրային ռադիոյի եթերի հետ, անկախ նրանից տարվա ինչ եղանակ է, օրվա ինչ օր է, իսկ մենք ասենք, որ ամառվա կեսն էլ արդեն անցել է։ Այո, կայսից ավելին ես կասեի, Տարվա կեսից ավելին է թե անցել։ տարվա, թե ամռան, ինչը իմ համար ավելի ցավալի է, շուտով կգան ձեր սիրած ցուրտ օրերը, քամին, անձրևը, այնպես որ ես այո։ Չարագուշակման մեջ ասեմ։ Օրը 3 շաբթի, ներողություն չէ, 4 շաբթի է, հուլիսի 22-ն է այսօր, ժամը 10:12, եթերաժամի երկրորդ հատվածը սկսվել է, այն փոքր-ինչ մարզական է, այսօր անդրադառնալու ենք միջազգային օրացույցի այն տոնին, որը վերաբերում է բռնցքամարտին, եթե մեզ լսում եք րոպեներ առաջ ներկայացրինք, որ հուլիսի 22-ը ըստ համաշխարհային օրացույցի բռնցքամարտի միջազգային օրն է։ Այո, փաստորեն 2019 թվականին բռնցքամարտի միջազգային օր է պաշտոնապես ճանաչվել հենց այս օրը, իսկ 21 թվականից միջազգային նշման ամսաթիվը տեղափոխվել է հուլիսի 22-ից օգոստոսի 27-ը, սակայն ոչ միայն ուժի, այլև կարգապահության, ինքնատիրապետման եւ հարգանքի մարզաձևը արժանի է երկակի, այսպես ասած նշելուն եւ պատահական չէ, որ այսքան սիրելի է, հետաքրքիր փաստեր ենք նաեւ ձեզ համար առանձնացրել բռնցքամարտի մասին, պարզվում է, որ այն ամենահին օլիմպիական մարզաձևերից մեկն է նաեւ դեռևս մեր թվարկությունից առաջ 688 թվականից այն հին օլիմպիական խաղերում էր ընդգրկված։ Իհարկե այն ժամանակ մարզիկները կռվում էին կաշվե փաթաթաններով եւ ոչ թե ժամանակակից ձեռնոցներով, բայց սկզբունքը նույնն էր։ Ռինգը, որը գիտենք անգլերեն նշանակում է օղակ, բոլորս գիտենք, որ բռնցքամարտի դեպքում այն օղակաձև չէ, այլ քառակուսի է, ժամանակակից բռնցքամարտի հարթակը քառակուսի ձև ունի, իսկ անվանումը պահպանել է ընդամենը պատմական ավանդույթից։ Պարզվում է կա 17 քաշային կարգ, ամենաթեթևից մինչև գերծանր կար, սա թույլ է տալիս մարզիկներին մրցել իրենց չափերին համապատասխան մրցակիցների հետ։ Կան նաև մի քանի հետաքրքիր փաստեր, ռեկորդներ, օրինակ ամենակարճ տիտղոսային մենամարտերից մեկը տևել է ընդամենը 91 վայրկյան, որոշ աշխարհի չեմպիոնական մենամարտեր ավարտվել են առաջին իսկ րոպեներին միանգամից նոկաուտով։ Գիտեք, որ պատմության ամենահնչեղ անուններից մեկը դա Մուհամեդ Ալին է, նա սկսել է բռնցքամարտով զբաղվել փաստորեն գողացած հեծանիվի պատճառով։ 12 տարեկանում նրա հեծանիվը գողանում են, Ալին ցանկանում է գտնել գողին եւ պատժել նրան եւ նրան առաջարկում են նախ բռնցքամարտ սովորել։ Այդպես էլ սկսվում է լեգենդի կարիերան։ Շնորհակալություն հայտնենք Ալիի հեծանվի գողին։ Իսկ Մայք Թայսոնը պատմության ամենաերիտասարդ ծանր քաշային աշխարհի չեմպիոնն է, 1986 թվականին
Նա նվաճեց տիտղոսը, երբ ընդամենը 20 տարեկան էր եւ 4 ամսական։ Ահա, ամենաերիտասարդն էր փաստորեն։ Բռնցքամարտը, իդեպ, ինչպես արդեն նշեցինք, միայն ուժի մասին չէ, պատահական չէ, այն հաճախ անվանում են քաղցր գիտություն, որովհետեւ հաղթանակը կախված է ոչ միայն ուժից, այլ նաեւ արագությունից, ժամանակի զգացումից եւ ոտքերի աշխատանքից, ինչը շատերը բռնցքամարտ ասելիս չեն պատկերացնում, թե որքան մեծ դեր ունի ոտքերի աշխատանքը այստեղ։ Բռնցքամարտում կան մենամարտեր, որտեղ հաղթողը որոշվում է միավորներով, եթե նոկաուտ չի լինում, 3 մրցավարները գնահատում են յուրաքանչյուր ռաունդը եւ հաշվարկում ընդհանուր միավորները։ Քանի դեռ երիտասարդ չեմպիոններից են խոսում, իդեպ ամենաերիտասարդ չեմպիոններից մեկը աշխարհի եղել է ընդամենը 17 տարեկան, խոսքը Վիլֆրեդ Բենիտեսի մասին է, որը, ինչպես արդեն նշեցի, ընդամենը 17 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն։ Եվ 10-րդ փաստը, որ ձեզ համար առանձնացրել ենք, այս մարզաձևը ոչ միայն մարմինն է ուժեղացնում, նաև զարգացնում է ուղեղը։ Հաջող բռնցքամարտիկները մրցակցի հաջորդ քայլը կանխատեսելու համար վարկյանի փոքր մասերում որոշումներ են կայացնում, ուստի այս մարզաձևը պահանջում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարձր մտավոր պատրաստվածություն։ Կշարունակենք խոսել այս մարզաձևի մասին վարկյաններ անց արդեն մեր հյուրի հետ, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատերնական մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանի հետ փոքրիկ դադարից հետո։ Դուք վայելեք, մենք էլ դիմավորենք մեր հյուրին։ Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Երևանում սպասվում է տժժիկ եղանակ։ Հյուսիսային Բողոտան անունը չի արդարացնում, հանվածնում արևն ու երման ասֆալտին ապարկացնում, շոքից նույնիսկ ծառերը հովոստվել են ման գալիս, միևնույն է Երևանը ձգում է ինչպես մագնիս։ Հունիս թե հուլիս, սովելիս, պիտքաս Երևան թե բարեկամոնիս, ունիս թե ճունիս թե հայդ ու եղնիս, պիտի տնեսիս տոնսերը Արնիս դռնիս Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Անձնագիրս ուրախանում է, դեպի Երևանից տոմսը ստանում է, ուրելին ես ով էլին ես իմ բարեկամ, ամառս ես տնես կգաս Երևան։ Летим в Ереван, это Новокаяна, там на машине наш Ереван, под Армянск майти в полуках, Цергини места лиса, пойти в Хезгитин Сивани. Ցավտան եմ մեր Երևանի։ Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Հալվում է սիրտս, ախ ինչ լավն ես իմ քաղաք, լավն ես իմ քաղաք, լավն ես իմ քաղաք, դու ծառերի և բետոնի հանրավակ, իմ մայրաքաղաք և հայրաքաղաք, հալվում է սիրտս, ախ ինչ շոք այլանդակ, տոթ այլանդակ ու տապ այլանդակ, խնդրում եմ հովացրու իմ սիրտը պուլպուլակ, սարը պուլպուլակ, ջեստը պուլպուլակ։ Oh my god, լոսից դու ծրար, չերես կացար, հասար պարակար, ռեկետոն, մաղտան կենտրոն, աբովյան թումանյան, let's have some fun, կասկադու տեյան, always number one, փողոց սայատ նովա, the party's not over, բայց գիշերը հովա, հովա, Ամառը Երևանում Երևանում, Ամառը Երևանում Երևանում, Ամառը Երևանում մարը կարակում, արի միատել, la 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 Կարող եմ յատել, չէ։
station with the best music. Best music. I love the music. Best music. Այո, ամառը Երևանում եւ աշխարհում եւ հանրապետությունում 26 աստիճան այս պայն մեր մայրաքաղաքում, բայց մենք շարունակում ենք աշխատել յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ձեզ համար եւ այժմ զրույցի ամենահետաքրքիր հատվածին ենք հասել։ Սիրով ներկայացնեմ եւս մեկ անգամ մեր հյուրին, մեր տաղավարում է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը։ Բարի լույս, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Եւ շնորհավոր, պաստորեն սա ձեր մասնագիտական տոնն է եւ նաեւ ձեր սաների, բայց ինչպես իմացանք նաեւ օրը այլ օր էլ կա, հա, պաստորեն, որ նշվում է, ինչ որ տեղափոխություններ են եղել։ Տեղափոխություն է եղել, այո։ Բայց կարծում եմ բռնցքամարտը այնպեսի մարզաձև է, որ հիշատակման արժանի է պարբերաբար տարվա ընթացքում, այնպես որ այսօր նույնպես կարող ենք ֆիքսել մեր ավանդական հարցից սկսենք, պարոն Հարությունյան, ինչպես են սկսվում առավոտները, թե ձեզ մոտ, թե մարզադպրոցում առհասարակ։ Առավոտները նախ մեզ մոտ սկսվում է նախավարժանքով, սպորտային կյանքով ենք մենք ապրում, ինչպես նաև մարզադպրոցում էլ առավոտյան գալիս են երեխաները, մարզվում են։ Իհարկե հիմա այս ամառվա ընթացքում մարզումները տեղափոխվել են առավոտյան ժամերին, իսկ ընդհանրապես սեպտեմբերից մինչև 10-րի ավարտը օրվա 2:30-ից են սկսում։ Ողջունենք ձեր բոլոր սաներին, ովքեր սովորում են դպրոցում եւ հիմա արձակուրդային շրջան է, թե շարունակվում են։ Այո, հիմա արձակուրդային շրջան է արդեն, բայց մարզադպրոցի հավաքական թիմերը մշտապես պարապում են։ Տարին 12 ամիս նրանց համար չկա։ Արձակուրդը երեխաների համար է, էլի ավելի շատ նախատեսված։ Մինչև անդրադառնալը առհասարակ բռնցքամարտի դրական կողմերին եւ այն փաստերին, որ կա այս մարզաձևի մասին, հետաքրքիր է դուք ինչպես եք հայտնաբերել ձեզ համար, քանի տարեկանից եւ ինչպես եք հայտնվել այս մարզաձևի ասպարեզում։ Ես 9 տարեկանից զբաղվել եմ բռնցքամարտով, հենց այդ մարզադպրոցում, որտեղ հիմա ես ղեկավարում եմ, փոքր տարիքից հաճախել եմ այդ մարզադպրոցը եւ երևի մինչեւ այսօր հաճախում եմ այնտեղ։ Դա ձեր կամքներ, ծնողների ցանկություններ։ Չէ, դա իմ կամքն է եղել, ես եմ ծնողներիս ստիպել, որ ինձ տանեն բռնցքամարտի եւ զբաղվել եմ այդ սպորտաձևով։ Հատկապես մայրիկները դեմ են լինում նման ուժային մարզաձևերին, որտեղ կա վնասվածք ստանալու վտանգ, խղճում են, կարծես ափսոսում են իրենց փոքրիկներին։ Հիմա չէի ասում։ Հիմա ավելի շատ մայրիկներն են իրենց երեխաներին բերում բռնցքամարտի։ Հիմա ավելի շատ մայրիկներն են բերում բռնցքամարտի։ Իդեպ տարօրինակ փաստ նշեմ, նախորդ թե նախանցած տարի ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ բռնցքամարտով զբաղվելու, ես մոտ 2 ամիս հաճախեցի։ Աշխատանքային վեճեր ուզում էր այդպես արդեն։ Չէ, առաջին բանը, երբ մոտեցա մարզիչին, ասես իմ քիթը չի կոտրվի, ուղղակի ծիծաղեց, ասես մի գերագնահատիր քեզ եւ քո ապակա մարտերը, բայց վերադառնալով հետաքրքիր է պարոն Հարությունյան, թե ձեր օրինակով, թե սաների ինչ է տալիս բռնցքամարտը, նախ ինչ հատկություններ ունեք դուք հենց, որ ձեր կարծիքով հենց բռնցքամարտիկ լինելու շնորհիվ է, որ ձեռք եք բերել եւ առհասարակ ինչու հաճախել բռնցքամարտի։ Բռնցքամարտը տալիս է կարևորը ինքնուրույնություն։ Կյանքի ճիշտ է, սպորտային կյանքը այդքան էլ երկար չի, սպորտային կյանքը ավարտելուց հետո յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր մարզիկ, թե ինչքան է մարզվում ինքը մի օր, մի տարի, 10 տարի, դա իր հետագա կյանքում առաջին քայլերից է մեծ կյանք, քայլ դեպի կյանքը, որը սովորացնում է տղաներին ինքնուրույնություն։ Տղաները դառնում են արդեն տղամարդ, ինքնուրույն որոշումներ կայացնել, քանի որ բռնցքամարտը մենապայքարային մարզաձև է եւ տևողությունը այդքան էլ երկար չի, յուրաքանչյուր վայրկյանում դու պետք է կարողանաս կայացնել լուրջ իրական որոշումներ, որը հետագայում տեղափոխվում է կյանքում, քանի որ մեր մարզադպրոցում մարզվում են, ընդհանրապես բռնցքամարտով շատերն են մարզվում եւ ոչ բոլորն են դառնում բռնցքամարտիկներ, նրանք հետագայում դառնում են քաղաքական գործիչ, ոստիկան, բժիշկ, չեմ կարող, մասնագիտությունները հետագայում ընտրում են, որ բռնցքամարտը միշտ էլ իրենք հիշում են, որ օգուտ է տվել իրենց կյանքում։
Այո, մենք մինչև ձեզ տաղավարում հյուրընկալելը կարդացինք, որ փաստորեն այս մարզաձևը ոչ միայն իրականում մարմնի, այլև ուղեղի աշխատանքի վրա է ազդեցություն ունենում։ Եթե չեմ սխալվում, իդեպ նաև ամենաշատ կալորիա սպառող մարզաձևն է։ Շատերը երբ ասում են բռնցքամարտ, կարծում են թե դե միայն ձեռքերդ է շարժում, բայց այնտեղ ոտքերի եւ առհասարակ ֆիզիկական ահռելի աշխատանք կա, չէ՞։ Այո, ճիշտ եք ասում, որ բռնցքամարտը շատ ծանր մարզաձև է, որ թե ֆիզիկական, թե ուղեղի, թե մկանային բոլոր համակարգերը պետք է համակցված աշխատեն։ Արագություն ու ամեն ինչը հարկավոր է, ճկունություն եւ մտքի ճկունությունն էլ է շատ կարևոր։ Իդեպ որ տարիքից կարելի է զբաղվել, որ տարիքից է ձեզ մոտ ընդունելությունը եւ բնականաբար նշեցիք ոչ բոլորն են դառնում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, բայց կա նվազագույն ժամկետ, որ պետք է սովորել։ Մեր մոտ ընդունելությունը 8-ից 12 տարեկան երեխաների են հիմնականում ընդգրկում այս մարզաձևով զբաղվելու, բայց լինում են բացառություններ, որ կարող է 14-15 տարեկան տղա լինի, սպորտային տվյալները համապատասխանի եւ ընդունեն մարզվելու։ Հետաքրքիր է երեխաների վստահաբար ասում են, որ սպորտը հոգեբանության վրա է ազդեցություն ունենում։ Ես իրականում որքան էլ զարմանալի է, նկատել եմ, որ նույնիսկ մարտարվեստով զբաղվող երիտասարդները, երեխաները առօրյա կյանքում ավելի քիչ ագրեսիա են ունենում իրականում, չնայած տպավորություն է, որ եթե մարդը մարզիկ է, մարտիկ է, ապա գուցե դա տեղափոխի իրական կյանք էլ, սա ինչով է պայմանավորված։ Դե արդեն մարզումների ժամանակ իրենք լիցքաթափվում են, իրանց էներգիան ծախսում են եւ յուրաքանչյուր սպորտաձև էլ իմ կարծիքով մարզիչները եւ մանկավարժները երեխաներին սովորացնում են, որ այս ամենը ինչ անում եք, դա չի կարելի տեղափոխել արդեն իրական կյանք։ Սա միայն մարզումներ է ձեր համար, առողջության համար եւ ինչ չէ, ֆիզիկապես ուժեղանալու համար։ Պարոն Հարությունյան, սովորաբար մարտարվեստները ավելի շատ տղաներին, տղամարդկանց հետաքրքրվող մարզաձևեր են եւ հիմնականում մայրիկները տղաներին էլ առաջինը տանում են, բայց ես գիտեմ, որ մենք ունեցել ենք նաեւ աղջիկ եւ ունենք աղջիկ բռնցքամարտիկներ, ունեցել ենք նաեւ որոշ հաջողություններ։ Հետաքրքիր է աղջիկների համար որքան եք խորհուրդ տալիս այս մարզաձևը եւ հետո որքանով են հետաքրքրված ծնողները կամ հենց աղջիկ երեխաները իրենք էլ։ Ճիշտն ասած, աղջիկների քանակը քիչ է, բայց մենք ունենք նաև ուժեղ աղջիկներ, Եվրոպայի առաջնության հաղթող, չեմպիոն, մրցանակակիրներ ունենք հիմա։ Ճիշտ է, քանակը տղաների համեմատ քիչ է, բայց քանի որ արդեն միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան ընդունել է նաև աղջիկների բռնցքամարտը, համատեղ մարզումները անցկացվում են նաև աղջիկների հետ։ Ահա, կարևոր է, որ նաև այստեղ չկա այդ սեռային խտրականությունը։ Մենք այս բանին փոքրիկ գովազդային դադար ունենք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք զրույցը բռնցքամարտի վերաբերյալ։ Սուրճ ու սեր առավոտից։ Մենք վերադառնում ենք ուղիղ եթեր եւ շարունակում ենք խոսել բռնցքամարտի մասին։ Մեր տաղավարում է Արման Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ եւ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն։ Պարոն Հարությունյան, հետաքրքիր է, նշեցիք 7-8 տարեկանում եք, երբ դուք էլ այս մարզաձևով տարվեցիք, այն ժամանակ կային ձեզ համար, այսպես ասած, կուրքեր, ռոլ մոդելներ, ինչպես այսօր ավելի ընդունված է ասել։ Այո, ով էր ձեր ջահակիրը։
Օլիմպիական խաղերի եռակի հաղթող կուբացի Ստիվենսոնը։ Այն ժամանակ այդ ժամանակներում, երբ որ ես երեխա էի, շատ ճանաչված մարզիկ էր եւ իմ կուրքը նա եղել, որ ինքը ստիպեց, որ ես գնամ բռնցքամարտով զբաղվեմ։ Մարտերը դիտելուց հետո որոշեցի զբաղվել բռնցքամարտով։ Հետաքրքիր է կա այդ տենդենսը հիմա այսօր ավելի շատ է հնարավոր տեսնել, հետևել մարզիկների կյանքին, կան երեխաներ, որոնք որևէ մեկից ոգեշնչված են գալիս, միգուցե նաև հայ բռնցքամարտիչներից։ Հիմա կան, այո։ Իհարկե կան երեխաների տենդենս, ուղղակի հիմա մի փոքր ոնց որ նախկինի համեմատած երեխաները այդքան բակում չեն խաղում։ Սակայն Էլի կան։ Հենց դա էլ իրականում ուզում էի նաև ես հարցնել, նշեցիք, որ օրինակ արդեն կա, կարծես թե աղջիկներն էլ են հետաքրքրվում, աղջիկներն էլ են գալիս, բայց առհասարակ բռնցքամարտի հանդեպ հետաքրքրությունը աճում է, թե պակասում է, հաշվի առնելով, որ ներկայիս սերունդը պատանիների ցավոք ասում ենք սմարթֆոնների սերունդ են, չէ՞, նրանք կարծես թե ավելի քիչ են ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ հետաքրքրվում, այս առումով ինչպիսին է իրավիճակը Հայաստանում, հայկական սպորտում Եվ հատկապես բռնցքամարտով։ Բռնցքամարտով մարզվողների քանակը շատանում է, ճիշտն ասած։ Հրաշալի։ Մեր մարզադպրոցում այնքան շատ են գալիս ընդունվելու, որ նույնիսկ կեսին ուղարկում ենք ուրիշ տեղեր մարզվելու, քանի որ ասում ենք, էլի հստակ տարիքը է սա, շատ մեծ տարիքի երեխաները չեն կարողանում էլի ընդունել։ Եվ ուղարկում ենք համապատասխան ուրիշ մարզադպրոց էլ մարզեն, որտեղ քանակը շատ է մեր մոտ երեխաների մարզվողների։ Իսկ կան սիրողական խմբեր, թե դուք ընդունում եւ սովորեցնում եք միայն պրոֆեսիոնալի շանսեր ունեցող երեխաներին։ Հասկացա։ Հիմնականում սենց ասեմ էլի, այդ երեխաները 8-ից 12 տարեկան որ հաճախում են, նես չի, իրանք սիրողական մարզվում են։ Ուղղակի այդ խմբից 30 հոգի, 15-20 հոգանոց խմբից 1-2-ն են դառնում մարզիկներ։ Եթե դա որ դառնում են, դա իհարկե հիանալի է։ Սիրողական մարզվում են այդ երեխաները փոքր տարիքում, հետո արդեն ով նախընտրում է, որ բռնցքամարտը իր սպորտաձևն է, շարունակում է էլի այդ մարզաձևով պարապել։ Իդեպ ներողություն, նաև մարզչական ռեսուրսից խոսենք, ովքեր են պարապում ձեր սաների հետ կա, այդ ռեսուրսը բավարար է, ենթադրում կան նաև նախկին սաներ, որոնք հենց ձեր դպրոցում են սովորել եւ աճել որպես մասնագետներ։ Հիմնական մարզիչները երիտասարդ կադրերի ենք ընդունել, մեր մարզադպրոցում ովքեր հաճախել են, մարզվել են, ճիշտ է ավարտել են նաև ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ընդդեղից հետո արդեն որակավորումը ստանալուց հետո ընդգրկում ենք նաև մարզչական աշխատանքի երիտասարդներին։ Ահա, նաև կադրային խնդիրը հաստորեն լուծվում այսպես։ Հրաշալի է եւ պարոն Հարությունյան, գուցե ընդունելության մասին արդեն խնդրենք ամփոփելով ներկայացնել, արդյոք հստակ շրջան կա ընդունելության, թե ցանկացած պահի կարելի է մոտենալ երեխաներին ընդունել, փորձել ընդունել։ Սեպտեմբերից սկսած, ամառվա ընթացքում ընդունելություն չի լինում, սեպտեմբերից սկսած արդեն կարողանում ենք ընդունել։ Հանրակրթական դպրոցի նման չի, էլի բռնցքամարտը, որտեղ որ ընդունվում են, նես չի, որ բոլորը պետք է մինչև վերջ շարունակեն, ավարտեն, մեկը մի օր է պարապում, մեկը մի տարի ու տենց, այդպես է էլի։ Դրա համար միշտ ընդունելություն մենք կատարում ենք։ Մարզիկների իհարկե բացառապես ամռան էս արձակուրդային ամիսն։ Բնականաբար։ Իդեպ կանի մեզ մոտեք լավ առիթ է խոսել նաև այս տարվա մրցաշարերից, ինչ մրցաշարեր կան, որոնց պատրաստում են մասնակցել ձեր սաները։ Այ հենց հիմա Երևանի քաղաքապետի գավաթի մրցաշարն է ընթանում Դինամո մարզասրահում եւ Կարծես այսօրվանից, չէ՞։ Երեք արդեն մեկնարկել է, եզրափակիչը կլինի ամսի 25-ին։ Որտեղ կան ձեր սաները նաև։ Այո, նաև մարզադպրոցի սաներն են ընդգրկված 10 երկրից մարզիկները եկել են եւ մասնակցում են այս ուժեղագույն մրցաշարին։ Դե ինչ հաջողություն մաղթենք հատկապես ձեր սաներին եւ հուսանք, որ գնալով էլ ավելի շատ հայտնի անուններ կունենանք հայկական բռնցքամարտից։ Սիրով հիշեցնենք, որ մեր տաղավարում էր Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արման Հարությունյանը։ Շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ, ձեզ եւ ձեր սաներին հաջողություններ ենք մաղթում, հուսանք նրանց անունները հաճախ կլսենք եւ մենք էլ կհնչեցնենք որպես չեմպիոններ։ Շնորհակալություն։ Առաջարկում ենք եւս մեկ երաժշտական դաթար, որի ընթացքում մենք մեր հյուրին կխնդրենք միասին լուսանկարվել ու կվերադառնանք եթեր։ Ստացվի, որ փաստորեն քեզ
չասեմ սիրում եմ քեզ բայց դու գիտես կամ հասցրել ես կասկածել Եթե պիտի կյանքս առաջու հետո իբաժանեի Ոսե ավելի լավ է դու չլինեի երբեք այս վարձակում Փողոցներով անցնում ու քեզ եմ մի պահ հիշեցնում Սպաղված անծանոթները վարձակում Փողոցներով անցնում ու քեզ եմ մի պահ հիշեցնում Քո տակապույտ ու անհանգիստ աչքերը Այս խմոտիկ ու շատեր ու ձեռքերը Կգամի օր ու ինձ քեզնից Սև ու սպիտակ շապավանից Բացի էլ չի մնա ոչինչ The station with the best music. Best music. I love the music. Best music. Վարդագույն քաղաքից եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ 10:37 օրը չորեքշաբթի հուլիսի 22-ն է եւ մեր եթերաժամի արդեն վերջին հատվածն է բայց այն կրկին մարզական է որովհետեւ չնայած որ շատ ոլորտներում չէ արձակուրդային շրջան է իսկ հա սպորտի ոլորտում մարզիկներն ու մարզիչները երբեք չեն էլ հանգստանում Սպորտը երբեք չի քնում Այո Եթե ավելի այսպես ասած զգացմունքային լեզվով արտահայտենք եւ լավ լուրով սկսենք հայկական ակումբները շարունակում են մեզ ուրախացնել եւ լավ լուրեր ապահովել մեզ համար ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցում էր Իռլանդիայի Շեմրոք Ռովերսի հետ եւ Վազգեն Սարգսյանի հանրապետական ստադիոնում անցկացված խաղում Պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմը հաղթեց 2-0 հաշվով, ինչի արդիվ շնորհավորում ենք թե Արարատ Արմենիային, թե մեզ բոլորից, քանի որ կարծում եմ հայկական ակումբների հաղթանակը մեր բոլորի հաղթանակն է։ 51-րդ րոպեին Արարատ Արմենիայից աչքի ընկավ 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։ Իսկ Կամո Հովանեսյանը 75-րդ րոպեին վնասվածք ստացավ ինչ որ բան է տեղի ունենում մեր տաղավարում։ Այո, մենք վեգա մի փոքր ուշացմամբ շնորհավորում ենք քո ծննդյան օրը։ Շատ շնորհակալ եմ։ Եվ քո թիմի անունից ծաղիկներ։ Շատ շնորհակալ եմ։ Օրեր առաջ վեգան իր ծննդյան օրն էր նշում, դա հանգստյան օր էր, բայց մենք առիթը բաց չթողեցինք։ Անչափ շնորհակալ եմ սիրելիներ, շատ շնորհակալ եմ։ Եվ մարզական նորությունները կներկայացնենք մի փոքր ուշ։ Ծանոթներդ բոլոր Ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը քո մոմերը այսօր Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Քեզ ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը քո մոմերը այսօր Շատ երկար սպասված մի օր Ու ծնունդն է քո այսօր Ես փնտրում եմ քեզ համար նվեր հարմար Գոնե մեկը ինձ հուշեր Կամ գոնե օգներ հիշել Թե դու ինչ ես շատ սիրում զարդ թե վարդել Միայն թե ասա որ իմն ես Միայն թե կողքին իմ լինես Քեզ կտամ ես ինչ որ ուզես Լուի Վուտոն Գուչի թե Մերսեդես Բայց ամեն բանից վեր Քեզ բերել եմ այլ մի նվեր Իմ սիրտն եմ տալիս այսօր քեզ Սիրտ իմ քոնն է բարով այն մաշես Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Քեզ ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Հյուրերիդ հետ անհամար Դու բարում ես անդադար Իմացիր կտամ ողջ կյանքն իմ քեզ համար Ես հմում եմ այս գինին
քո կենացը թող լինի Խոստանում եմ քեզ սիրել ինչ է լինի Միայն թե ասա որ իմն ես Միայն թե կողքին իմ լինես Քեզ կտամ ես ինչ որ ուզես Louis Vuitton, Gucci թե Mercedes Բայց ամեն բանից վեր Քեզ վերել եմ այլ մի նվեր Իմ սիրտն եմ տալիս այսօր քեզ Սիրտ իմ քոնն է բարով այն մաշես Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Քեզ ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Լուսավոր մի մեծ սենյակ Ես ու դու արդեն մենակ Ժամանակն է որ ասեմ սիրում եմ քեզ Շատ երկար սպասված մի օր Ու քեզ հետ եմ ես այսօր Բայց ավաղ պիտի գնամ շատ ուշ հետես Միայն թե ասա որ իմն ես Միայն թե կողքին իմ լինես Քեզ կտամ ես ինչ որ ուզես Louis Vuitton, Gucci թե Mercedes Բայց ամեն բանից վեր Քեզ վերել եմ այլ մի նվեր Իմ սիրտն եմ տալիս այսօր քեզ Սիրտ իմ քոնն է բարով այն մաշես Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Քեզ ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր Թող գան ընկերները ծանոթներդ բոլոր Քեզ ասեն happy birthday կամ շնորհավոր Դու պճես բոլոր մոմերը, քո մոմերը այսօր Շնորհավոր ենք բոլոր նրանց, ում ծնունդն իսկապես այսօր է, Վեգայինը մի քանի օր առաջ էր, բայց մենք առիթը բաց չթողնեցինք միասին նշելու եթերում եւ քեզ շնորհավորում են նաեւ Հանրային ռադիո երկրորդ ալիքի աշխատակիցները, թիմակիցները, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, որ ավելի տեղին լինի։ Շատ շնորհակալ եմ իմ շատ սիրելի թիմակիցներին։ Ես շատ եմ սիրում իմ ռադիոն, շատ եմ սիրում Հանրայինի առաջին ալիքը, երկրորդ ալիքը, շատ սիրում եմ այն մարդկանց, ում հետ աշխատում եմ եւ չեմ կարող մեղքս թաքցնել, իհարկե երկրորդ ալիքին ժողովրդին մի փոքր ավելի շատ, որովհետեւ մենք արդեն 8 տարի է միասին ենք եւ ամեն րոպեն տոն են դարձնում։ Ես իսկապես երջանիկ եմ, որ ունեմ նման աշխատավայր, այնպես որ եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ, նույնիսկ հուզվեցի եւ բառերը խառնեցի, իսկ հիմա արագ ինձ հավաքեմ, վերադառնամ եւ շարունակեմ ձեզ ներկայացնել դրական, մարզական նորություններ, որովհետեւ մեր սպորտսմենները շարունակում են մեզ ուրախացնել։ Հայաստանի հավաքական բասկետբոլի տղամարդկանց հավաքականի մինչև 18 տարեկանների առաջնությունը մեկնարկեց հաղթանակով տղամարդկանց մինչև 18 տարեկանի հավաքականը Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաղթեց A խմբի առաջին տուրում Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականը 82-62 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ջիբլարտարի հավաքականի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը ճանաչվեց Էնթոնի Սարգսյանը, որը հանդիպման ընթացքում վաստակեց 14 միավոր, իրացրեց 7 ռեբաունդ եւ 3 փոխանցում։ Եվ քանի դեռ խոսում ենք ամենանշանավորներից եւ ամենաարդյունավետ մարզիկներից, նաեւ Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին ներկայացնեմ, նա նույնպես հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ չեմպիոն Արարատ Արմենիայի կիսապաշտպան Արթուր Սերոփյանն է, նա ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է ամփոփել լավագույն ֆուտբոլիստ անվանակարգի քվեարկության արդյունքները եւ այսպիսով Արթուրը լավագույնն է ճանաչվել 40 միավորով։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն, դառնալով 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Երկրորդ տեղը 32 միավորով զբաղեցրել է Նոայի հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որը խփել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը։
Մի քանի լավ նորություններ եւս մարզաշխարհից չեմպիոնական նորություններ Հրաձիկ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից ենք տեղեկանում Տալինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառվազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն թիմային պայքարում Հայկ Մինասյանը Հովանես Մարգարյանը եւ Գոր Խաչատրյանը այսպիսով զբաղեցրին երկրորդ տեղը արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։ Եվս մեկ լավ լուր շարժվող թիրախ խառվազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում էլ Այդա Ազատյանն է 379 միավորով նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Այս մասին եւս մեզ հաղորդում է հրաձգության ֆեդերացիան թիմային պայքարում Այդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 1095 միավորով զբաղեցրել են երկրորդ տեղը, ոչնչով տղաներից հետ չեն մնացել։ Շնորհակալ ենք մեր հրաձիկներին, այս մարզաձևում հաճելի է, որ ունենք չեմպիոններ եւ թիմային հաշվարկով էլ փաստորեն աշխարհի մասշտաբով երկրորդ տեղն են զբաղեցրել Այո, շնորհավորում ենք եւ շնորհակալ ենք, անկախ լրահոսի ծանրությունից լինում են, չէ, օրեր, երբ ամեն ինչ շատ վատ է թվում, տխուր է թվում, սովորաբար հենց մեր մարզիկներն են, որ մեր տրամադրությունը բարձր են պահում եւ մարզական նորություններից շատ չշեղվելով, բայց միաժամանակ զվարճալի նորություններին անդրադառնալով աշխարհի առաջնության գլխավոր հիթի Էրլինգ Հալանդի մասին խոսենք, որը երբ ասում են, չէ, պայթեցրել է համացանցը, ցնցել է համացանցը, նման արտահայտություններ կան, եթե դա ինչ որ մեկի հետ կապած կարելի է կիրառել, ապա դա 26-ամյա Հալանդն է, որը պարզապես հիթն է դարձել համացանցի, այնքան զվարճալի կերպով է օգտվում եւ փաստորեն աշխարհի առաջնությունից հետո իր արձակուրդի ժամանակ նա իր 26-ամյակը նշել է շքեղ տոնական խնջույքով Մանչեսթեր Սիթիի աստղը, որը կարևոր դեր խաղաց Նորվեգիայի համար այս առաջնությանը հիմա արդեն շատ մեծ կերպով նշել է իր ծնունդը, որոշել է լիցքաթափվել եւ մեկնել երկար սպասված արձակուրդի։ Ինչպես նաեւ նա մի հետաքրքիր գրառում էր արել, որտեղ գրել էր, որ իր կյանքը այլևս առաջվանը չի փոխվի, որ իր կյանքը փոխվել է եւ նա շնորհակալ է այն սիրո եւ զվարճալի արձագանքների համար, որ ստանում է համացանցում։ Մենք քիչ առաջ խոսում էինք Մեսսիի մասին, որի կարիերայի ավարտի վերաբերյալ լուրերը շրջանառվում են դեռ վաղուց հիմա էլ ավելի են ակտիվացել, բայց Արգենտինայի ազգային հավաքականում մեկ այլ ֆուտբոլիստ արդեն պաշտոնապես ավարտում է իր կարիերան ազգային թիմում, խոսքը 38-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդիի մասին է, ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։ Օտամենդին առաջին անգամ հավաքական էր հրավիրվել, դեռևս արդեն կարելի ասել հեռավոր 2009 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունից հետո։ Այդ ժամանակներից ի վեր նա Արգենտինայի կազմում անցկացրել է 139 հանդիպում, փորձառու պաշտպանի վերջին խաղը ազգային թիմի մարզաշապիկով դարձավ անցած կիրակի Իսպանիայի ընտրանու դեմ կայացած աշխարհի առաջնության եզրափակիչը։ Ակումբային մակարդակում նա ավարտված մրցաշրջանից հետո հեռացավ պորտուգալական Բենֆիկայից եւ վերադարձավ հայրենիք, որտեղ այժմ հանդես է գալիս River Plate-ի կազմում։ Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Օտամենդին 2022 թվականին Կատարում դարձել է աշխարհի չեմպիոն, բայց այս անգամ բնականաբար Արգենտինային բախտը չժպտաց եւ նրանք սահմանափակվեցին աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսով։ Թող ձեզ բախտը ժպտա, ինչպես այսօր օրվա ընթացքում, այնպես էլ առհասարակ ես կարդամ եւս մի քանի մեկնաբանություն, եւ աստիճանաբար եզրափակենք մեր մեզ եթերը։ թողել են մեր ռադիո լսողները մեր Facebook-յան էջում, այսօր կարծես թե հենց այս հաղորդակցում էին ավելի ակտիվ, նախ շնորհակալ եմ, որովհետեւ ունեմ ինձ ուղղված շնորհավորանքներ, բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում Էդգար Սիսակյանին, Ալբերտ Իշխանյանին, բարի լույս սիրելի հանրային ռադիո, բարի լույս հայ ազգ, բոլորիս լավ օր եմ մաղթում, ձեզ էլ լավ եթերն էլ շնորհակալ ենք ընկերակցության համար, գրում է Յուրի Մարկարյանը։ Ստյոպ Վարդանյանը նույնպես մեզ բարի լույս է մաղթում, Ամալիա Ղազարյանն է մեզ միացել ստիկերներով, էմոջիներով, Արտյոմ Միքայելյանն էլ ամենաջերմ ողջույններն է ուղղում մեզ Արևառատ Արենիից, համայն հայությանը։ Արտակ Մխիթյանը նույնպես բոլորիս բարի լույս է մաղթում։ Հրաշալի է, ես հիշեցնեմ, որ այսօր առավելապես առանց տեղումների եղանակ է սպասվում, հատկապես մայրաքաղաքում, այս պահին 27 աստիճան է մեր սիրելի Երևանում եւ նաեւ թարմացնենք
ենք խցանումային նիշը, մեր մայրաքաղաքում շարունակում են բնականաբար ծանաբեռնված մնալ մի շարք փողոցներ եւ այդ ամենով պայմանավորված դեռ 6 աստիճան է, 6 նիշ է, խցանումային նիշը ըստ քարտեզի եւ եթերաժամի սկզբին ինչպես խոստացանք եւս մեկ անգամ մեր ունկնդիրների, վարորդ ունկնդիրների համար մեկ ծանուցում հայտնենք, որը Երևանի քաղաքապետարանն է տարածել մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անդրի Վերնոյի փողոցում, մասնավորապես Պապ Թագավորի, Անդրի Վերնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անդրի Վերնոյի Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Դե ինչ, այսպիսին էր առավոտը հանրային ռադիոյի եթերում, դուք շարունակեք մնալ 107 եւ 7-ի հետ, հետևեք մեր էջերին սոցցանցերում, Facebook-ում, Instagram-ում, մեր Telegram-յան ալիքում, իսկ մենք ձեզ եւս մեկ անգամ բարի լույս ենք մաղթում եւ օրվա լավ շարունակություն։ Լավ մնացեք, արդյունավետ օր բոլորիս, կհանդիպենք հանրայինի ուղիղ եթերում։ Shoot